Զոհ և վիրավոր սահմանին հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է 1979 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը։ Մանուկյանը Մարտակերտից էր, ամուսնացած երեխաներ ուներ։ Բանակում ծառայում էր շուրջ 20 տարի, նախկինում էլ վիրավորվել էր, իսկ ապաքինվելուց հետո վերադարձել ծառայության։ Հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով էլ վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Օրյուն Կամոյի Կիրակոսյանը։ Կիրակոսյանը վիրավորվել է գլխի շրջանում, նրան Մարտակերտի հոսպիտալում վիրահատել են։ Զինծառայողի վիճակը ծանր են գնահատում։ Իսկ երեք Ղարաբաղ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ձեռնարկած հերթական սադրանքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել հայկական կողմի նախահարձակ լինելու մասին։ Արցախի պաշտպանության նախարարությունը սա անհեթեթ ապատեղեկատվություն է որակել։ Մինչ այդ գիշերը սահմանագծում կրկին լարված է եղել, հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել։ Զինված ու դիմակավորված հատուկ ջոկատայիններ, ձեռնաշղթաներ, ինչպես նաև մեծ թվով տեսախցիկներ։ Բելարուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվում միջազգային մասշտաբի հանցագործի նման են ընդունել։ Լապշինի արտահանձնման թեման այսօր ակտիվորեն քննարկվել է Հայաստանի ազգային ժողովում։ Պատգամավորները հայտարարություններ են արել, բլոգերի արտահանձնումը Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ ուղղված կեղտոտ խաղ որակել, նաև առաջարկել հետ կանչել Մինսկում Հայաստանի դեսպանին ու ՀԱՊԿ-ին Բելարուսի անդամակցությունը դադարեցնելու հարց բարձրացրել։ Որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել։ Սա մեր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումն է, սա ուղղակի խայտառակություն եւ կեղտոտ գործարք է։ Սա իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն։ Կարծում եմ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելարուսում Հայաստանի դեսպանին եւ դիվանագիտական եւ քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի։ Ես անգամ կողմ կլինեմ, որ այս պահին մենք սարեցնենք մեր անդամությունը ՀԱՊԿ-ում եւ բնականաբար հետ կաչվի դեսպանը, միջև մենք կարողանանք այս խնդրին տալ իրավական կարգավորում։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելարուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ելք-Դաշինքն էլ Երևանում Բելարուսի դեսպանատան առջև ցույց է կազմակերպել ու դեսպանի հետ հանդիպում պահանջել։ Դիվանագետը, ինչպես կարելի էր սպասել, չի արձագանքել։ Կրկին անգամ վերահաստատվում է այն փաստը, որ ԵԱՏՄ շրջանակներում, ՀԱՊԿ շրջանակներում որևէ բարեկամական դրսևորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ չենք տեսնում եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանն է Եվրասիական միության անդամ եւ ոչ Հայաստանը։ Նշենք, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Բաքվի, այսպես ասած, ցասումին արժանացել է առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ այցելելու համար ու ներառվել այդ երկրի հայտնի սև ցուցակում։ Այստեղ բլոգերին մեղադրում են պետական սահմանի մասին օրենքը խախտելու համար։ Լապշինի արտահանձնման թեման շարունակվել է նաև ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Արտգործնախարարը բլոգերի արտահանձնման գործարքն ամոթալի է կոչել, բայց համոզմունք է հայտնել, որ Արցախ այցելող օտարերկրացիների թիվն այդ իրադարձության հետևանքով չի նվազի, հակառակը կավելանա։ Էդվարդ Նալբանդյանը նաև խորհուրդ է տվել չտրվել Բաքվի սադրանքներին։ Հավասարակշռությունից դուրս եկած եւ պարզ է իրենց նյարդերը տեղի են տվել եւ փորձում է այլոց հավասարակշռությունից հանել։ Մենք պետք է չտրվենք դրան եւ Ադրբեջանի ջղացին ջուր չլցնենք։ Լյուդմիլա Սարգսյանն էլ կրկին բարձրացրել է խորհրդարանական ընտրությունների ամսաթվի հարցը, շեշտադրելով, որ ապրիլի 2-ն ապրիլյան պատերազմի տարելիցն է։ Դավիթ Հարությունյանն արձագանքել է. տոնակատարություն չենք կազմակերպում, ընդհանրապես քվեարկություն ենք անցկացնելու, իսկ այլ օր ընտրել այո հնարավոր էր, բայց այդ դեպքում նույնպես Հարությունյանի համոզմամբ շահարկումներից չէինք խուսափի։ Կարելի է նշանակել ապրիլի 9-ին, իհարկե կարելի է, եւ վստահեցնում եմ ձեզ, որ եթե նշանակվածն էր ապրիլի 9-ին, մենք կլսեինք այլ քննադատություն, օրինակ, որ իշխանությունը հնարավորին չափ ուշ է փորձում անցկացնել այս ընտրությունները եւ այլն։ Այսինքն ցանկացած ամսաթվի նշանակումը կարող է լինել քննադատության առարկա։ Վարչապետ Կարեն Կարապետյանին Արամ Մանուկյանը հորդորել է ազգային ժողով գալիս իր շուրջը պատնեշներ չստեղծել ու չխուսափել լրագրողների հետ զրուցելուց։ Կարապետյանը հակադարձել է, կարծիք էլ կա, որ չափազանց շատ է շփվում մամուլի հետ, բայց խոստովանել է ոչ միշտ է հաճույք ստանում։ Կա նաև հակառակ կարծիքը, որ լրագրողների հետ չափազանց շատ ենք հանդիպում։ Որևէ սահմանափակում լրագրողների հետ հանդիպման չենք դրել, չնայած լինում են դեպքեր, երբ որ մի առանձնապես հաճույք էլ չեմ ստանում դրանից, անկեղծ ասած, բայց ոչ միշտ։ Պատկերացնում եմ, ինչ մեկնաբանություններ այսօր կսկսեն։
Մինչ կառավարության անդամների ժամանելը խորհրդարանում կրքերն այսօր փոքր-ինչ թեժացել էին։ Բնակարանային հիփոթեկային կրեդիտավորման մասին եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելիս Հրանտ Բաքրատյանն ու Խոսրով Հարությունյանը վիճաբանել են, բանը հասել է նաեւ վիրավորանքներին։ Հրանտ Բաքրատյանը հորդորել է դեմ քվեարկել օրինագծերի փաթեթին, ասում է թյուրիմացության մեջ են գցում։ Հիփոթեկային վար կմարելիս հարկ կլինի մնացած տոկոսներն էլ վճարել։ Օրենքն այն մասին է, որ մեկին գցել են քացուտակ, մոտենում ենք ասում ենք ինչես գցե քացուտակ էս մարդուն։ Դուք ասում եք զատո չենք թողում գլխին խփել։ Սա է, դե ընդունեք այս օրենքը։ Խոսրով Հարությունյանը վստահեցրել է, որ նախատեսվում է ոչ թե տույժ ու տուգանք, այլ միայն այդ պահին սահմանված տոկոսադրույքների վճարում։ Բաքրատյանը տեղից բղավել է սուտ է։ Հենց այստեղ էլ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել։ Մի խեղաթյուրեք։ Լսեք, չափի մեջ գտնվեք, դուք։ Սուտասան։ Խոշոր վթար մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում ջրվեժ Զորախպյուր ճանապարհին իրար են բախվել Mercedes եւ Honda մակնիշների մեքենաները, իսկ վերջինը բախվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին։ Mercedes-ի 23-ամյա վարորդին հիվանդանոց են տեղափոխել։ Դոլարը թանկանում է, եվրոն հակառակը էժանանում։ Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոինը 517, ռուբլունը 8 դրամ 18 լումա, ֆունտինը 607 դրամ։ Փետրվարի 9-ին հանրապետության առանձին շրջաններում ձյուն է սպասվում, օդի ջերմաստիճանը 9-ի գիշերը կբարձրանա 4-ից 6 աստիճանով, 9-ի ցերեկը Լոռիում, Տաղուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 7-ից 10 աստիճանով։ Երևանում փետրվարի 9-ին սպասվում է անպամացություն, հնարավոր է թույլ ձյուն։